Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանն ով օրեր առաջ հայտնել էր, որ որդու Ֆելիքսի բուժման 6-րդ փուլն արդեն սկսվել է, նոր հրապարակում է կատարել հիվանդանոցից։ Հրապարակված լուսանկարում Գոռ Հակոբյանը որդու հետ է։ Չնայած բուժման դժվար ճանապարհին, հայր ու որդի շարունակում են պայքարել պահպանելով հավատն ու ուժը։ Հիշեցնենք, որ Ֆելիքսը բուժում է ստանում Գերմանիայում, որտեղ արդեն մեկնարկել է բուժման 6-րդ կուրսը։ Գոռ Հակոբյանը պարբերաբար իր սոցիալական էջերում մանրամասներ է հայտնում բուժման ընթացքից։ Եվ ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ամերիկայի Միացյալ Նահանգներում նշվում է հայրերի միջազգային օրը։ Վերջին օրերի ընթացքում դերասան Բեն Ավետիսյանն ու կինը Դիանա Տոնոյանը գտնվում են հանգստի փուլում։ Այդ ընթացքից էլ դերասանը հրապարակել է նոր տեսանյութեր, որոնցից մեկում նրա դուստրը Բիանան արտասանում է հայրիկի համար ու շնորհավորում նրան հայրերի միջազգային օրվա կապակցությամբ։ Իսկ մենք առանձնացրել ենք տեսանյութերն ու առաջարկում ենք լսել ձեզ։ Հայրիկները աշխարհի, երբ ուժեղ են եւ այլ, ես իմ հայրիկից սիրում եմ, ամուր գրքում հագում։ Այսօր ինչ նուն եմ մեծացել եմ իմ այսօր happy birthday to you. Happy birthday dear Bina. Happy birthday to you. Իմն Երգիչ Վլադիմիր Արզումանյանն այս տարիների ընթացքում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում, թողարկելով նոր երգեր։ Սակայն հարկ է նշել, որ նույն ակտիվությամբ Վլադիմիրը չի վարում իր ինստագրամյան էջը, որտեղ էլ սակայն օրերս կիսվել էր իր կենդանի կատարմամբ, նա երգում էր Արցախի հորովելը։ Հուզիչ կատարումն առաջարկում ենք լսել հենց այս հոլովակում։ Հորապան մատաղ, ապունդալուն կուչիր հոտաղ, Հորա Չուարան կանե են մեր ապան, կախ կտա են լծեն կապան, Վերին բալան նստեմ աչին ասե հո Դե իսկ մոդել ու հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը շարունակում է սոցիալական էջերում կիսվել ընտանեկան հանգստից նոր կադրերով։ Նյու Յորքից նոր հրապարակում անելով Լուսինեն պատմել էր իրենց առօրյայի եւ ընտանեկան ժամանցի մասին, իսկ մենք ներկայացնում ենք տեսանյութերը։ Նյու Յորքը այն քաղաքներից է, որ երբ հյուրանոցից դուրս ես գալիս, անվերադարձ է դա, հաստատ օրվա ընթացքում չես գալիս հանգստանալու։ Ու ահա որ հոգնում ես, ինչ ինստագրամ, ինչ բան, երազում ես հասնես սենյակ, վարկես, որովհետև վաղը նույնն է քեզ սպասվում։ Ուրեկե։ Սրտի տանիքներով հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Օլիա Հակոբյանն էր։ Զրույցին հետևել է նաև Star News AM-ը։ Հաղորդման ընթացքում Օլիան առաջին անգամ բացահայտ խոսեց իր եւ նախկին ամուսնու դերասան Աբել Աբելյանի բաժանման պատճառների մասին, նշելով, որ տարիների ընթացքում հասկացել է, որ սերը միայն զգացմունք չէ, այլ նաև փոխըմբռնում, արժեքների եւ աշխարհայացի համընկնում։ Երբեմն մարդ սիրահարվում է, այն էլ փոքր տարիքում։ Իսկ ես 22 տարեկան էի ու փոքր։ Ամեն ինչին մի քիչ այլ կերպ էի նայում։ Դա ավելի շատ էմոցիոնալ դաշտ է, սիրտ ու հոգի է, չկա վերլուծություն, չկա մտածմունք, իրար համապատասխանելու կամ տեսակետներով, կամ աշխարհայացքով, կամ պատկերացումներով, պատմել էր նա։ Դերասանուհու խոսքով ինքը շատ էր սիրում ու չափազանց սիրահարված էր, սակայն ժամանակի ընթացքում հասկացել է, որ իր մտքում ստեղծել էր մի կերպար, որը իրականում չէր համապատասխանում իրականությանը։ Մի կետում դու հասկանում ես, որ դու ես ստեղծել քո մտքերում մի հատ պերսոնաժ, այդ մարդու տեսքով ու դեմքով, նա վատը չէ, դու էլ վատը չես, ուղղակի դուք իրար հետ չեք կարողանում, ասել էր Օլիան։ Նա նաև անդրադարձել էր այն կարծիքին, թե ընտանիքը պետք է պահպանել հանուն երեխաների, ընդգծելով, որ ինքը չի կիսում այդ մոտեցումը։
Եթե դուք իրար հետ ձեր կյանքը պետք է փչացնեք հանուն ինչ-որ նորմերի եւ շատ հաճախ ասում են հանուն երեխաների, ես դրան դեմ եմ։ Եզրափակել էր դերասանուհին, անկեղծորեն ներկայացնելով իր կյանքի այդ կարևոր շրջանի մասին մտորումները։ Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանն էլ շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել սոցիալական հարթակներում։ Նա նաև պարբերաբար նոր երգերով հանդես է գալիս եւ ուրախացնում իր երկրպագուներին։ Դե իսկ Սիլվայի երկու աղջիկների՝ Միլայի եւ Սարայի մասնակցությամբ տեսանյութերը նրանց ծննդյան առաջին իսկ օրերից շարունակում են տարածվել համացանցում եւ մեծ արձագանք գտնել։ Փոքրիկ Սառան դարձել է համացանցի ամենահայտնի փոքրիկներից մեկը։ Նրա մասնակցությամբ տեսանյութերը բավականին զվարճալի են։ Star News-ը առանձնացրել է այսօր հրապարակվածներից մի քանիսը։ Առաջարկում ենք ձեզ դիտել դրանք առանց մեկնաբանության։ Հենց գնացինք լողանալու ուտում ենք սա մեջը կուպ կար այսինքն կուպ Կուպ կար մեջը։ Այդ կուպը կերակ բա։ Համով է։ Նա, կարանք ջարդենք սրա միջի կուպն էլ ուտես, կուզես։ համով այնելու Չէ, այսենց է Ես քիչ եմ անում Լոպե ես միլա ձևով չեմ անի նայ Մի հատ ենք անում, բայց լիք ենք անել, օքեյ Մի հատ ենք անում, որտեղ ասացի լիքը Չէ դեղեք Ասացի, դուք ինձ լսացիք, օքեյ Всё, Էրիկա։ Ուրեմն Սարա ջան, նկարում ենք երկրորդ մասը։ Կկիսվեք ձեր տպավորություններով, ով է արել ձեր մեյքափը։ Միլան եւ Մեյքափներով, բունի մեյքափով եւ մեյքափով Բայց մեծ չենք դրել մեծ ոտնենք հանդիկ կնենք Ինչ խորհուրդ կտաս բալիկներին։ Դիմահարդարվեն թե չէ։ Կասում որ իրանք սիր ունենեն Բայց կարող է իրենք շատ էլ սիր ունեն առանց դիմահարդարման Սար։ Ատեն ինչ սիրուն կլեն, բայց անանց որ իրանք չկասվեն Ատեն սիրուն կլեն ու սունկայով սիրուն կլեն Գնանք սունկա վեսնենք նոր Անը միլա սունկանա Ես գնամ սունկա վեսնեմ նոր, օքեյ